Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդման հերթական թողարկումն է, այն կոչվում է Status Quo, այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմարյանը, պարոն Խզմարյան, ողջունում եմ ձեզ։ Հարցը միանգամից սկսեմ հետևյալից, արտգործնախարար Միրզոյանը հարցազրույցներից մեկում նշեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության դիմում կարող է ներկայացնել միգուցե վաղը, միգուցե մեկ տարուց, ամեն ինչը կախված է հանգամանքներից, դա ինչ է նշանակում։ Ես այդ կապակցությամբ ակամա հիշեցի ու մեկնաբանեցի դա «Արցնացողի հյուսիսից» ֆիլմի մի դրվագով, երբ որ Պեսացոյի ազգականները սպասում են, թե երբ է գալու Նատալիա Վասիլևնան, թե, չգիտեմ, հայրանունը քաղաքից եւ նրա ամուսինը Արցնացուի հայրը ասում է կարող է գա վաղը, կարող է մեկ այլ օր, մի ամիս, դե երբ որ կգա ես իմ խոսքն էլ կասեմ։ Մենք նման վիճակում ենք, բայց ցավն այն է, որ մենք լավ հիշողություն ունենք եւ համացանցը չի թողնում մեզ մոռանալ, որ նման բաները առաջի անգամ չէ որ ասվում են։ 2006 թվականին հիմա քչերն են հիշում, բայց համացանցը պահպանել է դա 2006 թվականի ամռանը Ոչալյուկան Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, որ 2 ամսվա ընթացքում նա հրամանագիր էր կամ երևի հրահանգ էր տվել, որ կառավարությունը պատրաստի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ին անգամ անդամակցելու 2 ամսվա ընթացքում ծրագիր։ Մենք նման բաներ լսում ենք եւ Սերժ Սարգսյանի օրոք Եվրոասոցիացիան ծրագրեր, հետո ամեն ինչ ավարտվում էր մի գիշերվա ընթացքում։ Այդպես որ հիշում ենք նաև, որ հենց Նիկոլ Փաշինյանն ասել, որ 20 տարի անց տեսնում է Հայաստանը Եվրոպական միությունում։ Խնդիրը այն չէ, որ մենք պետք է մեկ ամիս կամ մեկ տարի անց, ինչպես ակնարկեց Արարատ Միրզոյանը, հայտնվենք Եվրամիությունում։ Բանն այն է, որ սա մրցավազք է, շատ լուրջ աշխարհաքաղաքական մրցավազք։ Իրականությունը փոփոխվում է շատ արագ եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս դեռ 24 թվականին, որ այն օրենքը, որի համար մենք ստորագրավակ ենք կազմակերպել, որի համար նախաձեռնել ենք լսումներ ազգային ժողովում, որի ընթացքում իմիջիալոց իշխող կուսակցությունը կոշտ դեմ էր արտահայտել։ Ես ներկա եմ եղել լսումներին։ Դուք հիշում եք, դուք անգամ ելույթ եք ունեցել։ Չէ, ես ելույթ չեմ ունեցել։ Չէ, ես ուղղակի ներկա եմ եղել, չէ։ Դուք հիշում եք, որ սա անվանում են արկածախնդրություն, ժամանակավրեպ, հակասահմանադրական նաև։ Այո, մի օրիորդ իշխող կուսակցությունից անվանեց, որ անգամ ասեց, որ եվրոինտեգրման այդ գաղափարը դա հերթական Ղարաբաղյան հայդուկություն է, նման բաներ են։ Այնուամենայնիվ մեզ հաջողվեց համոզել, որ սա խիստ անհրաժեշտ է։ Եվ հիմա, երբ որ իրավիճակը մի փոքր փոխվեց, երբ որ Եվրոպան գնում է դեպի աճ, երբ որ Միացյալ Նահանգներում Թրամփն է իշխում, մեր փայլուն վերլուծաբանները, որոնք ըստ երևույթի խորհուրդներ են տալիս կառավարությանը, որոշեցին, որ կարելի է ասել եւ չանել, չշտապել։ Մենք չունենք այդ մեկ ամիսը, մենք չունենք այդ մեկ տարին կամ 20 տարին։ Մենք կանգնած ենք շատ կոշտ իրողության առջև։ Եթե մենք չենք անում քայլ, այսօր առավոտյան մի փոքր շեղվեմ Մարտակոսը, Եվրամիության հանձնակատարը ընդլայնման հարցերով։ Սերբիայի մասին ասած, ժամանակն է ռազմավարական որոշում կայացնել։ Սերբիան, ինչպես եւ Հայաստան, անգամ տեխնացու երկիր չէ, բայց տրամաբանական է, որ Սերբիան, ինչպես եւ Հայաստանը, երևի ոչ թե թուրքական, թուրանական կազմակերպություն կամ ՇՕՍ կամ BRICS պետք է մտնի այլ Եվրամիություն։ Եվ նա ասել է, ժամանակ այլևս չկա։ Այդ բալանսավորելու հորդորները դրանք անլուրջ են, որոշում կայացրեք։ Ինչու՞, որովհետև ընդլայնման համար մնացել են հաշված տարիներ։ Իսկ ընդլայնումից առաջ պետք է բազմաթիվ գործեր անել։ Ինչ է արել Հայաստանը 7 ամիս առաջ պատրաստված օրենքի համապատասխան։ Ինքը դուք իրենց նվեր եք արել, պարոն Խզմարյան, դուք իրենց տվել եք նվեր եք արել, դուք իրենց տվել եք մանիպուլացնելու
խափելու, փափուկ բարձ դնելու, երբ որ անհրաժեշտ է խոսելու այն մասին, որ այո, մենք ահավասիկ օրենք ունենք, տեսեք, Եվրամիությունն ահավասիկ մենք ընդունել ենք, դա նշանակում է, որ մենք գալիս ենք դեպի ձեզ, որտեղ անհրաժեշտ ասում դե դա ընդհանրապես օրենք է, էլի այդ օրենքը ընդունել ենք, դա ինչ կապ ունի ընդհանրեն ռուսների հետ հարաբերությունները։ Մեղավոր ենք, պարոն Մելիքյան, բայց մենք այդ նվերը իրենց չենք տալիս։ Մենք ուզում ենք մեր երկրին, մեր երեխաներին ապահովել անվտանգություն, քաղաքական զարգացում, ֆիզիկական գոյություն, որովհետև այս տարածաշրջանում իսկ իմիջիալոց եւս մի շեղում անեմ, դուք ասացիք եւ ես հիշեցի, մենք չենք բնորոշում այս իշխանությունները, այո, մեր մեջ կան ուրեմն ռուսամետ կուսակցություններ մեր երկրում հասարակության մեջ, իսկ ով են իրանք ռեգիոնալիստ են, տարածաշրջանային Այդ իշխանությունն է ռեգիոնալիստ։ Իշխանությունն է, ես նրանց նկատի ունեմ, որովհետև իրենք համաձայն են այդ 3 գումարած 3 ձևաչափին, որը իրականում նշանակում է 5-ը 1-ի դեմ։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանը չի պահպանվի։ Մեզ դնելու են այն իրավիճակի առջև, որում հայտնվեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախը։ Եվ ես կրկնում եմ, եթե Հայաստանը չգնա Եվրամիություն, հայերը կգնան Եվրոպա առանց Հայաստանի։ Մեր առջև ոչ թե պատերազմի վտանգն է, դա կեղծ օրակարգ է, դա չի մեծագույն վտանգը։ Հայերը կգնան ԵՄ առանց Հայաստանի, հա։ Առանց Հայաստանի։ Այսինքն թող արտագաղթ է։ Դա արտագաղթ է, ամենամեծ վտանգը Հայաստանի առջև կամ արտագաղթն է, որտեղ եթե իշխանությունները ուշացնում են այդ գործընթացը, եթե այդ 1 ամիսը, 1 տարի կամ 20 տարի չի տեղավորվում մինչև 2030 թվականը, իսկ 30 թվականը դա Եվրամիության ընդլայնման վերջնաժամկետն է։ Եվ մենք տեսնում ենք, որ բոլորովին այլ կուսակցություններ եւ գործիչներ են գալիս իշխանության Եվրամիությունում։ Մենք տեսնում ենք ինչ ճգնաժամի մեջ է Ֆրանսիան, մեր հիմնական դաշնակիցը։ Մակրոնը հույս, այսինքն նա չի կարող վերընտրվել եւ ամենայն հավանականությամբ Բարդելան է լինելու ամենածայրեղ աչ գործիչն է լինելու եւ նրա կուսակցությունը, ինչպես եւ Գերմանիայում, ինչպես եւ Բելգիայում, Նիդերլանդներում, մենք այս նոր իրավիճակի հետ պատրաստ ենք առերեսվել։ Ինչ բան կա, որ մենք պատրաստ ենք ընդհանրապես։ Պարոն Մոխզմարյան, լավ բաներ եք ասում, ենթադրենք կապված Եվրամիության միտքը ուզում եք ավարտել, հա։ Չէ, ասում եմ, միտքը լավ բան է դա։ Վատ բան է ասում։ Վատ բան է, այսինքն լավ այն իմաստը, որ լավ կլիներ, որ իրականում այդ ամենը մեր օրակարգում լիներ, բայց մեր օրակարգը տեսնում եք, մեր օրակարգը ասֆալտին փռելուց այնքան չի գնում, այսինքն ես այդտեղ չեմ տեսնում եվրոպական մշակույթ, ես այդտեղ չեմ տեսնում թամպես քաղաքական մշակույթ, ու մնաց թե եվրոպական։ Այդ բեռով, այդ ծանրությամբ միայն գլխում չի լինում Եվրոպան, հնարավոր չի, այո, շատ մարդիկ գիտեմ, այդ թվում ինձ թերևս, որ մենք համարել ենք մեզ արևմտամետ եվրոպական արժեքներ կրող, բայց դա մեր գլխում է իրականում։ Մեզանից դուրս դա չկա։ Չկա այդ մշակույթը։ Ում ենք խափում։ Մենք եվրոպական արժեքներ կրող պետություն ենք։ Գիտեք մենք ինչու ենք սխալվում։ Մենք անդադ խոսում ենք արժեքներից, եւ դա այն է, ինչ պետք է խոսել Եվրոպայում։ Ու չի խոսում, բայց մեր ժողովրդին բոլորովին այլ բաներ է պետք ասել։ Ինչ է Եվրոպանի վերջը։ Դա սոցիալական, սոցիալ-տնտեսական մի համակարգ է, չէ՞, որը կառուցվեց մեծ դժվարություններով, որպես սոցիալական հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև նրա տնտեսական իրավունքների։ Ու ես կասեմ մի քիչ անվտանգության, որտեղ ինքը պատերազմի product էր, այսինքն երկրորդ համաշխարհայինը կամ երրորդից խուսափելու լավագույն տարբերակը համագործակցությունն էր, որը ստացվեց, այսինքն կհաջողության բանաձև գտա։ Ինչի՞ց սկսվեցի։ Ածուխի եւ փոխպատի միություն, այսինքն տնտեսության վրա էր։ Ինչ է արված մեզ մոտ տնտեսության առումով։ Մենք հացահատիկի խնդիր ունենք այսօր, մենք ջրի խնդիր ունենք այսօր։ Մենք նախ սոցիալ-տնտեսական բարեփոխումների խնդիր ունենք, որևէ բան չի փոխվել։ Մեր երկիրը մնում է ռուսական գաղութային կցորդ, Ռուսաստանի, որը ինքն է հունկային կցորդ արևմուտքի, դրանից էլ է զրկվում։ Մենք Ռուսաստանի հունկային կցորդն ենք։ Մենք պայքարում ենք ինչի դեմ։ Մենք մեր գաղութային տնտեսական կախվածությունը Ռուսաստանից որևէ բանով փոխել ենք, ռուսական զորքերը հակառակը դա ավելանում է, 5 անգամ ավելացավ Ռուսաստանի հետ շրջանառությունը, թե որոշ իմ գործընկերները պնդում են, որ դա իջել է։ Ինչի հետ է
ինչի հետ են իրենք համեմատում։ Անցյալ տարի Ռուսաստանը 111 տոննա ոսկի անցկացրեց, մաքսանենք։ Հիմա չի անցկացնում եւ համեմատելով ասում են, տեսեք ինչքան է իջել շրջանառությունը։ Համեմատեք 2018-17 թվականի հետ։ 5 անգամ է բարձրացել ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, 20-30%-ով իջել է Եվրոպա եւ Միացյալ Նահանգները։ Շրջանցել պատժամիջոցները։ Այո, այսինքն Հայաստանը մնում է ընդհանրապես այդ լվացքի մեքենա, կեղտոտ Ոխոսման, ես գիտեք, մի բան պիտի հարցեմ, ինձ անդադ օրինակ, երբ որ ես ձեզ հետ հարցազրույց եմ անում, ինձ անդադ քննադատում են, ինչ եմ ես ձեզ հետ հարցազրույց անում։ Ինչի ինձ հետ։ Այո։ Ով է ձեզ քննադատ։ Գրում են մարդիկ։ Գիտեք, ասում են ինչի ես գալի Եվրամեդիա 24։ Շատ ավետ երկու մտավորական, այլ ոչ թե հավաքական։ Գիտեք, բանի առումով ոչ թե ռուսականի եւ ոչ ռուսականի, այլ ասում եմ, որ մենք միևնույն է չենք վստահում պարոն Խզմալյանի, որպես դուք հիմա գրում եք բաներ, որոնք ըստ էության իշխանության դեմ են։ Դուք շատ կարևոր ու ճիշտ բաներ եք գրում։ Բայց ոմանք ասում են, մենք չենք կարող վստահել, որովհետև ինքը միշտ եղել է իշխանության հետ։ Սա ընտրական, նախընտրական, այսպես կերպափոխում է, որովհետև մենք տեսնում ենք որոշ մարդկանց, որոնք նախկինում բավականին ինտենսիվ համագործակցում են իշխանության հետ, հիմա այնպեսի դիրքորոշում են բռնել, կարծեք իրենք ընդհանրապես իշխանության հետ, այսինքն այդ անվստահությունը կա, ինչպես կարող եք դա, մենք մի անգամ էլ ենք խոսել, բայց ես ուզում եմ ամեն դեպքում հեռուստատողների այդ հարցին պատասխանենք։ Եթե նման հարց կա, շատ պարզ պատասխան է, մենք ոչ թե մենք ենք եղել իշխանության դաշտում, այլ իշխանությունը որոշ ժամանակ եկել է այն դաշտ, որտեղ մենք միշտ եղել ենք։ Մեր կուսակցությունը ստեղծվել է մեկ քաղաքական գլխավոր նպատակով։ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ։ 21 թվականին մեր առաջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ կայացավ եւ դա լուսաբանվել էր, դա տեսագրվել էր, իմ խոսքը կա համացանցում։ Ես ասել եմ, որ մեր օրակարգն է բերել քաղաքական դաշտ եվրոինտեգրման հարցը։ 3 տարի անց մեզ հաջողվեց ոչ միայն դաշտ բերել, անցկացնել ստորագրավագ եւ նախաձեռնել օրենք։ Այնուամենայնիվ թեև այդ օրենքը դեռևս չի կատարում, օրենքը կա եւ ոչ մի այլ առավել եւս արտաքաղաքական կուսակցություն չի կարողացել նման բան անել, ոչ թե ինչ գույնի ներկել նստարանները զբոսայգիներում, այլ ինչպես փոխել աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Իշխանությունը ինչ որ մի պահ 24 թվականի երկրորդ կեսին եւ 25 թվականի առաջի 2-3 ամիսը եկել էր մեր դաշտ։ Հետո դուրս եկավ մեր դաշտից։ Մենք ոչ մի թիս չենք փոխել մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Երբ որ իրենք գնում են դեպի եվրոինտեգրում, բնականաբար մենք ողջունում ենք դա։ Երբ որ իրենք դադարեցրին եւ այդ ընթացքը եւ գնացին հակառակողության, բնականաբար մենք Բայց միայն խնդիրը Եվրամիության հետ ինտեգրումը չէ, Արցախյան խնդիրներ, Ադրբեջանի հետ այդ զիջումները, ընդհանրապես այդ շարքը, որ կարող ենք երկար թվարկել, թե ինչու մենք իրենց մեղադրում կամ ոչ թե մեղադրում, այլ քննադատում Մենք չենք կորցնելու Արցախը, եթե եվրոինտեգրումը սկսվեր ավելի վաղ։ Ես խորապես համոզված եմ, որպես երկու պատերազմների մասնակից, ես պնդում եմ դա ամենայն ինձ հասանելի պատասխանատվությամբ։ Մեր բոլոր տարածքային կորուստները, մարդկային կորուստները։ Պատճառը դա է, որ 30 տարի, 35 տարի շարունակ, իսկ 95 թվականից ակնհայտորեն մենք դավաճանեցինք այն գաղափարը, որով 88 թվականին դուրս եկանք հրապարակ։ Դա ժողովրդավարության, դա ես չեմ ասի եվրամետության, որովհետև այդ գաղափարը այդ ժամանակ չկար, բայց մենք ընկալում էինք մեզ որպես նույն քաղաքակրթության մասը։ Եվ երբ որ մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք հաղթում ենք։ Առաջին իսկ կեղծված ընտրությունները 95 թվականի խորհրդարանական եւ 96 թվականի նախագահական դարձրեցին մեզ սկզբից կիսա բռնապետություն, ավտորիտար երկիր։ Եվ մենք մտակ այն ակումբը, որտեղ բնականաբար պարտվեցինք ավելի ուժեղ բռնապետություններին։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակից դարձավ 10-11 թվականին, մեր քաղաքական էլիտան դա չնկատեց, չզգաց, չհավատաց, երբ որ մենք դա ասում էինք։ Այդ քաղաքական սխալները բերեցին 20 թվականի ավետին։ Այդ գաղափարների բացակայությունը մեր քաղաքական դաշտում բերեց 23 թվականի հայրենազրկմանը, պատրիացիդին։ Այդ ամենը ակնհայտ էր։ Մենք խոսում էինք այդ մասին։ Ես այսօր գտա ինտերնետը ամեն օր հիշեցնում է ինչ ենք մենք ասել։ 19 թվականի իմ գրառումը եւ երկու լուսանկար Մոսկովյան պայմանագիրը 20 թվականի եւ ռուս-ադրբեջանական
ռուս-թուրք-ադրբեջանական հավաքը 2019 թվականին արդեն պարզ էր ինչ է լինելու, մեզ չէին լսում, հիմա էլ չեն լսում, երբ որ մենք ասում ենք, որ եթե դուք հենց հիմա հայտ չներկայացնեք եւ չգնաք դեպի Եվրոպա, հայերը փախնելու են երկրից, արդեն 26 թվականի հուլիս-օգոստոսին, եթե Փաշինյանը պահպանեց այս կառուցվածքը երկու պրոռուսական կուսակցություն ազգային ժողովում, ինչպես պատրաստվում է, եւ նա այսօրվա իրավիճակը սկսվելու է արտագաղթ։ Նիկոլ Փաշինյանից ավել պրոռուսական քաղաքական ուժ երբևէ տեսել եք։ Նա պրոռուսական չէ։ Պրոռուսականը, գիտեք, դա գաղափարախոսություն է, նա չունի այդ գաղափարախոսությունը։ Նրա գաղափարախոսությունը բացարձակապես այլ է։ Իրանք չէին էլ թաքցնում, իրենք ասում են, հա դե մենք չենք գնում դեպի Եվրոպա, մենք գնում ենք դեպի ավելի հարուստ շուկա, որտեղ որ հարուստ շուկա է, որտեղ որ շահ կա, դա է իրենց, ընդ որում ոչ թե ազգային շահ, պետական շահ, իրենք դա չեն հասկանում։ Նրա գլխավոր, նրա գերխնդիրն է, ասեմ ինչը։ Վերցրեք վերջին ՄԱԿ-ի նիստը, գլխավոր ասամբլեի, ով ինչի մասին է խոսում։ Նետանյահուն մեկ առ մեկ թվարկեց բոլոր պատանդների անունները։ Թրամփը խոսում էր միգրացիայի վտանգի մասին Եվրոպայում եւ խաղաղության մասին։ Չթվարկեն բոլորին։ Ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Փոփոխության։ Իր վերընտրության։ Եվ իր վերընտրության բնականաբար աշխարհի բոլոր այդ գործիչներից մեկն էր, ով ասեց, երբ որ կամ եթե ես վերընտրվեմ 26 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից, դու ինչ ես ասում։ Այսինքն դու ասում ես այն միակ բանը կամ ամենակարևորը, որը քեզ հուզում է։ Մնացածը կարևոր չէ իր համար։ Վերընտրվելը։ Դե ֆակտո այո, այդպես է ստացվում, վերընտրվել։ Եվ ընդ որում ոչ ժողովրդավարակ։ Հիմա մենք խոսում ենք եվրոպական արժեքներից, որի համար մենք կռիվ ենք տվել, ժողովրդավարություն ի վերջո, գլոբալ առումով, հա։ Որտեղ այդ ժողովրդավարությունը, որ մի բան էլ Հայաստանը կոչեցին ժողովրդավարության բաստիոն։ Եվ եվրոպական երկրները շարունակում են այդ նույն կեղծիքը տարածել, որ իբր թե Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհին է, Ռուսաստանը դուրս է եկել այս տարածաշրջանից, Հայաստանը այլևս ինքնիշխան է որոշումներ կայացնում։ Լավ, ինչի համար է այս ֆարսը, ում համար է այս ֆարսը, ես ում հասկանում։ Ասեմ դες, որովհետև իրենք հավատում են այն կեղծիքներին, որ դուք սկսեցիք Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Ինչպես կարելի է չհավատալ երկրի արտգործնախարարին կամ ինչու պետք է չհավատալ։ Գիտեք ինչու միամիտ չեն արդեն առաջ այդպես կարող են լինել։ Ես հենց նոր Եվրոպայից վերադարձա, միամիտ չեն, բայց պաշտոնապես իմիջիալից իրենք չեն կարող պատկերացնել, որ որևէ երկրի ղեկավարությունը այսպիսի կորուստներից եւ աղետներից հետո շարունակում է հետապնդել ոչ թե պետական ու ազգային, այլ անձնական կուսակցական շահը։ Եվ մի օրինակ այդ կեղծավորության պատճառներից հենց այսօր այս ժամերին, երբ որ մենք ձեզ հետ խոսում ենք, Երևանում տեղի է ունենում ինչ որ շատ տարօրինակ հավաք Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպություններ։ Ես չէի էլ գնա, չէ, իհարկե չեն հրավիրել, բայց մենք հասարակական կազմակերպություն չենք, մենք կուսակցություն ենք, բայց ինչու՞ է այստեղ խայտարակությունը։ Մենք չէ։ Իշխանությունները Հայաստանի փորձում են նորմալիզացնել ինչը հարաբերությունները Ադրբեջանի հետ, ոչ։ Իրենք փորձում են նորմալիզացնել ցեղասպանությունը։ Դա whitewashing է կոչվում։ Եվ կներեք, ով չգիտի, որ Ադրբեջանից այստեղ չեն կարող գալ որևէ հասարակական կազմակերպություններ։ Գալիս են այն ինչ որ անվանում են այդ ժարգոնով գոնգո, կառավարության կողմից նշանակված հատուկ ծառայությունների։ Այո, իհարկե, բոլորը շատ լավ գիտենք, չէ՞։ Շատ լավ գիտենք, հանդիպել ենք նրանց, չէ՞, միջազգային ասպարեզում։ Միշտ իրենք են գալիս, ուրիշ մեր նման չեն։ Մենք այդ առում մի քիչ ավելի ազատ ենք։ Բայց գիտեք ինչն է խայտառակությունը, որ Ադրբեջանում կան իսկապես հասարակական գործիչներ եւ հիմա շունագելա իրավունքների պաշտպաններ, չէ՞։ Հիմնականում դրսում ավելի շատ հենց կամ բանտերում։ Այսինքն եթե դուք ընդունում եք Ադրբեջանից այսպես կոչված իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, դուք դավաճանում եք ոչ միայն հայ գերիներին, որոնք հիմա այնտեղ են, դուք դավաճանում եք նաև նույն Ադրբեջանի իրավապաշտպաններին, որոնք հիմա բանտերում են։ Այո։ Եվ ամենակարևորը կրկնում եմ, դուք աշխարհի աչքերում ներկայացնելով դա որպես նորմալիզացում, դուք նորմալիզացնում եք, պարոն Փաշինյան, ցեղասպանությունը, հայրենազրկումը, եւ դա ոչ միայն հակահայկական դիրքորոշում է, դա քաղաքակրթական դիրքորոշում է, որովհետև դա ստեղծում է նախադեպ մնացածների համար։ Կներեք, ես համոզված եմ, որ Նետանյահուն Ղազայի մասին որոշումներ ընդունելով տեսավ, թե ինչպես ջրվեց Արցախի հայրենազրկումը Ալիևի համար։
եւ նա պարզապես օգտագործեց դա որպես նախադեպ։ Եվ հիմա Հայաստանը ցեղասպանված առաջին պետություն է, ազգը 20-րդ դարի, օգնում է, համաներում է շնորհում դահիճներին։ Այս սա է անտանելի, այս սրա հետ մենք չենք կարող համաձայնվել։ Սա ոչ թե կոչ է պատերազմ անելու, սա կոչ է միջազգային օրենքին հետևելու, որովհետև օրենքով Ալիևը պետք է հրեշացվի, ինչպես Պուտինն է հրեշացվում, որպես հանցագործ։ Բայց հակառակը ինքը դառնում է որպես նույնիսկ այսպես թելադրող, թե ինչպիսի ընթացք պիտի ունենան այդ հարաբերությունները։ Եվ Եվրոպայի գործընկեր։ Ընդ որում ինքը Եվրոպայի գործընկեր 2 օր առաջ Ղազախստանի մայրաքաղաքում ինքը խոսեց էլի Զանգեզուրյան միջանցքի մասին։ Եվ որը մեկը չասեց, պարոն Փաշինյան, բա դու ասում ես նման բան չկա, որ դա ինչ-որ մի հատ եվրոպացի պատգամավոր էր գտել, վրան ինքն հաստատում էր, հիշում եք Եվրոպայի խորհրդում Ստրասբուրգում մի ժամ լեկցիա կարդաց Փաշինյանը, որ այս ոնց ես դու համարձակվում օգտագործել նման բառակապակցություն, որ նման բան չկա փաստաթղթերում, բայց իր գործընկերը կամ համերկրացին, ինչպես որ Տրամպը ասեց, օգտագործում է անդադար եւ իրենք անընդհատ են դա օգտագործում։ Ավելի պարոն Մելիքյան, Ղազախստանում ես այսօր կարդացի եւ դրեցի էջիս, այնտեղ ինչ է գրված։ Ադրբեջանը վերստեղծեց Թուրանը, ասում են ղազախները, եւ դրա առաջին քարն է Զանգեզուրյան միջանցքը, դա ղազախներն են արդեն ասում։ Այո, ղազախները միշտ էլ դա համարում են միջին, այսպես կոչված middle corridor-ի միջանցքի շարունակությունը Վրաստանով, իսկ Զանգեզուրը մի ճյուղերից մեկը։ Թրամփի մի մասն էլ այդտեղ թրիփը ոնց որ է դրա մի մասն է ընդհանրապես, այսինքն ֆինանսական։ Բայց այստեղ մի մեծ խայտառակություն կա, աչակերտավոր, որովհետև հենց ամերիկացիները Տրամփը կենտրոնանա կամ նրան հուշեն, որ իրականում ում է օգտակար այդ միջին միջանցքը, Չինաստանին։ Երբ որ մինչև Վաշինգտոն հասնի այդ բարդ գաղափարը, որովհետև միջին միջանցքը լավ, դուք Ադրբեջան եք գնում, Ղազախստան, հետո ուր, որտեղից է այդ բարիքը գալու։ Չինաստանից, չէ՞, այնտեղ ոչ Ղազախստանը, ոչ Ադրբեջանը, նաև Ռուսաստանը, արտադրում այն Ռուսաստանը։ Այո։ Ով է օգտվելու այդ ճանապարհից այդ միջանցքից։ Տրամփին ասել են դու գիտեք, կներեք, բայց ձեր անվան այդ թրիփ կոչված ճանապարհով Զանգեզուրի Տրամփի անվան Զանգեզուրի միջանցքով օգտվում է Ռուսաստանը եւ Չինաստանը։ Եվ երբ որ նրան դա հասցնեն, ես չեմ կարծում, որ նա նույնքան երջանիկ ժպիտով։ Չեմ կարող ասել, Տրամփը տարօրինակ կերպար է եւ նա միգուցե անգամ իր համար դա էական էլ չլինի։ Բայց մենք Տրամփի համար չենք, չէ՞, ապրում, մենք ապրում ենք մեր երեխաների համար։ Ամբողջ ցավը սա է, որ մենք էլի շարունակում ենք նայել թե մեծ զյադյաները եւ ծոցյաները, այսպես ասած, ինչ են որոշում, ինչ են անում։ Սա է, հենց երբ որ օրինակ հաճախ համատում ենք Իսրայելի հետ, մարդիկ ընդվզում են, ինչպես կարելի է համատել, ինչ-որ մեկը պիտի համատվես, փոքր եւ ուժեղ սկզբունքը գործեց Իսրայելի պարագայում։ Հայաստանի պարագայում անընդհատ կա թե ով է լինելու մեր հովանավորը, որը մեզ կօգնի այս կամ այն խնդրի լուծել, դե իր ուզածով կանենք, որ մենք ինչ է մեզ կտան այդ սկզբունքը։ Բայց տեսեք, Իսրայելի դեպքում էլ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Չէր լինի այդ Տրամփի ասած Զանգեզուրյան, ինչպես թուրքերն են ասում, միջանցքը, եթե չլիներ Իսրայելի օգնությունը։ Բայց տեսեք ինչ գործեց Իսրայելը դրանից հետո, երբ որ իրենք տեսան, համոզվեցին, որ Հայաստանը զիջեց, որ իրենք չեն սպասում այդպիսի անմիջական տապալում։ Նեթանյահուն անմիջապես հետ դարձավ եւ մի քանի քայլ կարևոր արեց փորձելով մերձենալ Հայաստանի հետ, ինչու, որպեսզի Թուրքիան դրանից չօգտվի, որովհետեւ Նեթանյահուն դա անում էր Իրանի դեմ, երբ որ Իրանի հարցը լուծվեց, նա հանկարծ տեսավ, սարսափեց, որ արդյունքում Իսրայելի օգնությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը այնպիսի հնարավորություններ ստացան։ Ու նա սկզբից առաջարկեց եւ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, իսկ սեպտեմբերի 21-ին շատ յուրահատուկ ձևով սեր բացատրեց Իսրայելը Հայաստանին արտգործնախարարության միջոցով շնորհավորեցին։ Երկու դեպքում էլ Հայաստանը, Փաշինյանը սկզբից անձամբ, իսկ հետո Արարատ Միրզոյանը մերժեցին փաստորեն այդ առաջարկները, այսինքն Հայաստանի այսօրվա իշխանությունը մերժեց Իսրայելի նման հզորագույն քաղաքական գործոնի հետ բարելավել հարաբերությունները։ Այդ կառավարությունը, որը չի խորշում ճանաչել Պաղեստինը եւ հիմա Պակիստանը, որը
մեծ հարցեր է առաջացրել արդեն Հնդկաստանում, որը մեզ էժան զենք էր վաճառում, այլևս չի վաճառում, որտեղ հարցնում է՝ մի րոպե, մենք ձեզ դիտում ենք որպես Պակիստանի պոտենցիալ զոհ եւ որպես գործընկեր։ Հիմա դուք Պակիստանի հետ եք բարելավում։ Դե կարծում զենքի վաճառքը դրա վրա չի ասում, որտեղ դա բիզնես է, հնդիկները երբեք էլ դա չեն թաքցրել։ Կիսով չափեժան են վաճառում ախր զենքը։ Չեմ կարող ասել, իրենք նույն կերպ վաճառելու են Ադրբեջանին, նույն կերպ վաճառելու են նրանց, ովքեր ուզում են գտել են։ Ադրբեջանին չեն վաճառում այլևս։ Դեռ չէ, բայց կվաճառեն, որովհետև Եթե մենք շարունակենք այսպես կվաճառենք։ Պարոն Խզմյան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այո, սիրելի հեռուստատողներ, շարունակեք հետևել մեզ եւ մի կորցրեք ձեր հավատը, կարելի ասել ինչին մեր ապագայի, մեր ամեն ինչի հանդեպ։ Սա ինքնավստահություն պետք է լինի եւ ինչպես ասում էր Ռուբեն Ախվերդյանը, պետք է դիմանալ եւ դիմադրել։ Դիմակայունություն։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։